Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաերավագիտական համալսարանը նախկինում Քրքորյան կատարում է ընդունելություն ինչպես բակալավրի, այնպես էլ մագիստրատուրայի կրթաձևերում, առկա եւ հեռակա բաժիններում հետեւյալ մասնագիտություններով. իրավագիտություն, ֆինանսներ, հոգեբանություն, մանկավարժություն եւ մեթոդիկա, միջազգային հարաբերություններ, օտար լեզու եւ գրականություն։ 23-ամյա պատմություն կերտած Երևանի տնտեսաերավագիտական համալսարան, ուսման մատչելի վճար, երաշխավորված որակյալ կրթություն եւ պետական դիպլոմ։ Հեռախոս 56 91 61 Սեղանից հանգարց գումար չվերցնեք։ Կասեք ակցիա է, ամեն 10 որ դաժախորդի համար ամեն ինչ մեր մոտ անվճար է։ Ամբարձու։ Մենք ցից ենք պատիում, ինչ կուզես։ Հայ տղաքաջիկ, ուրեմն ես այսքես հարցեմ, ասում շուտ գալիս ես ըստեղ, հա։ Ասեք այդքան շատ։ Ռշտունը կյանքում այդքան բան չի պատվիրել։ Մեր Իրենչոն ու Նիկան իրար քուր են գալիս։ Ո՞նց։ Բանը, չէ, ես այդ բանով չեմ ասում, ուղղակի ասացից գաղափարն են, որ իրանք իրար հետ քուր քրոջ պես պիտի Այսինքն այս տան մեջ այդ աղջկա խաթրին պիտի չկպնել, այդ աղջկան պիտի աշխատել չնեղացնել, մեր տան մեջ պիտի իրան գուրգուրել, սիրել, սիրաշահել, անես պիտի անել, որ այդ աղջիկը հանգարց զանգ չտա իր հորը, մեր տան վերաբերյալ բողոքի, հասկանում եք ասացից իմաստը։ Հայ ես հասկանում եմ, ինչ ինձնից է գնում, ես իրան ջանասելու ման կգամ։ Դու որս ես տվեցից ես կմտես պահարանի մեջ 5 ժամ ընդ ջանասելով ման կգաս։ Տղա ջան, ես քեզ նորմալ բան եմ ասում, լուրջ ընդունի։ Ոչ թե Նիկայի հետ պիտի ջանասելով ման գաս, այլ Անուշիկի հետ, մեր սիրուն հարսիկի հետ պիտի ջանասելով ման գաս։ Հասկանում ես ինչ եմ ասում, արա։ Իրենչոյին ասա թող ջաշի հրավիրի, կարող է սոված լինի։ Ահա ճիշտ ասում, գնա Իրենչոյին ասա, թող ճաշի հրավիրի սիրով ու խնդությամբ այդ աղջկան, հասկանում ես, եթե մեր դա ասում այդ ասма գնա սիրով եւ խնդությամբ այդ աղջկան ճաշի հրավիրի, գնա ասա Իրենչոյին, այդ մեջած գնա, յա։ Ուշեմ համոզել եմ ատեսնյակին։ Հա? Ասեց այդ Նիկան էլ մերյանը չի մնալու։ Երբեք ժողում եք ինչ լեզուն է։ Չեմ մնա։ Նիկա ջան, սպասիլը, ես կատակ եմ։ Սաղ քշեր հումորային հաղորդումներ էին նայում, տենց հումորի ավելցուկ տվեց մոտս հիմա, ինչ կլինի։ Հաստատ պապատ չի ասել, որ գնամ։ Դու չի այս ավտանեմ, վայ։ Դու ես ուզում, որ գնամ։ Ասում եմ կատակարի, կամիզի, կոմեդի։ Բայց ոչինչ չկար ծիծաղելու այդ կոմեդիիդ մեջ։ Լավ հասկացանք մի անհաջող կատակեր ընդունում եմ ներող կլես։ Հələ ես ինչ դժվար է սրայիթարը։ Հələ չպլու։ Դու առաջ ոնց ես սրան սիրերը, հե։ Առաջ էր աղբեր։ Դե ես է գիտեմ, որ առաջ էր։ Թե ինչ անենք, ստիպված պիտի հարմարվենք, հա։ Իրենչո, իսկ դու իրան ճաշի հրավիրի, եղավ, ու այդ ամեն ինչը արա շատ սիրուն, շատ կոկիկ, կորեկտ։ Եթե հանգարց մի բան իրա սրտով չլավ, մենք ատեսնյակի ձեղից չենք պրծելու։ Նիկան պատրաստվում է մեր տանը մնա։ Լավ չի։ Բայց ինչի։ Ոնց ինչի, որտեղ մենակ վախում է, յանի վախում է, էլի։ Ուրեմն բարեկամ չունի այդ աղջիկը գնա իրանց տանը մնա։ Կամաց, վայ։ Ատեսնյակը տենց է ուզում, իսկ եթե մի բան ատեսնյակը ուզում է, այդ հարցը էլ չի քննարկվում։ Բայց ինչի չի քննարկվում։ Բայ։ Դե
Տենցլեր ես է քույտ չի պսակվի, հմի սաղաս է։ Յա, էսում են տենում, էսով այեք եմ երդում, բարև աղբեր ես։ Բարև ձեզ։ 1500 բարև ուզում ես, 1 միլիոն բարև ձեզ աղբեր, նստակն է։ Արտեմ ջան, քան եկել ես այսօր բանից եմ մնա իմ մոտ աշխատա։ Չէ, Զորիկ ջան, բան է կա ճիշտելու էլի։ Ռոճիկդ ինչքան է վրամի մոտ։ Չեմ կարող ասեմ, է։ Հա, հիմա կարամ զանգամ իմանամ, զանգամ։ Գոնե մի 100,000 տալիս, այդ կծի բա։ Ավելի Զորիկ ջան։ Մալադեց ապեչիկ, օդերվար։ Կարոջե, Արտեմ ջան, ինչքան վրամի մոտ ես ստանում, իմ մոտ 2 անգամ ավել կստանաս։ Դե օրնել աղբեր արդեն, վարոջը քեզի պատմած կլինի, ուրեմն առավոտը զավթրիկա, հետո միջև ճաշը աղբեր բրթուջնա իրա կոֆեյով, դե ճաշին մի քանի տեսակ ճաշա, դե գիշերն էլ գալում են էլի աղբեր ջան են, խորովածեղ են, քյաբաբեղ են, թաներ են, մոժոժեր են էլի։ Չէ, էսի չէ, իսկական ուտելու մոժոժեր են, այդ ես կի գործը չեմ համարում։ Օրվա մեջը դե քեզի կթողան, որ այդ ասենք քո տրեներովեշնի զալը, որ մուսկուլները քեզնից չնեղանան աղբեր։ Դե Զորիկ ջան, ես մի հատ Արևշատյանին կասեմ նոր էլի, ասենց սիրուն չի թողեմ դուրս գամ։ Այդի հարգավար աղբեր ջան, ցավը տանեմ։ Ուրեմն շեֆին հարգել գիտես։ Կարոջը ես մի օրվա մեջ ես սաղ գործերն արա, ու վաղ առավոտից արի մոտս ու կայֆա ոտեղը։ Չմտածեք, ես նենց կանեմ, որ ինքը իրա կամքով կգնա այս տնից։ Չես կարող։ Երևի դու ինձ լավ չես ճանաչում, հա։ Դու իրան լավ չես ճանաչում։ Այդ կարգի։ Դե եթե ինքը եկած լիներ մեր տուն ուրիշ բանի համար, մենք իրան սիրով կընդունեինք։ Եկել է որ քեզ մոտի կլինի, հա։ Կարող է դու ես կազմակերպի։ Ինչ ես խոսում արա։ Դեք, դե ուրեմն շփլեն բդի մեր տուն չգայել։ Նենց եկի պինդ նստել է, ոնց որ իրենը իրան ներել է։ Ախո, բայց ինչ ես տես բաներ ասուր։ Ներել ես իրան իրենչու։ Դե կարելի է մի քիչ քաղաքավարի ասել, չէ՞ մախո։ Ճշմարտությունը բդի մարդկանց երեսին չպսնես։ Մխոն ճիշտ է ասում։ Դու ինչ ես սուտի պաշտպանում աչոքավքում կողից։ Մխոն չես իմացել։ Ճշմարտությունը այդ ինձ բանը։ Սատկեցնող հատկություն ունի։ Ինձ թվում է ես ստեղ ավելորդ եմ։ Դու ճիշտ ես, բայց հələ մնա։ Մխո, վայ։ Դու չես ժոգումը չի տենց ասեց, որ խեղճահարություն առաջացնի, որ ասենք վայ չէ Նարեկ ջանը չի ես գնում, մնա մեր հետ։ Այդ ես, հմիել ասածները վերածեց արարքների։ Նարեկ մի հատ նստի, հա։ Չէ, գործեր ունեմ։ Մերը նստի է, վայ։ Ես այն նիկան գալու է տենաստե չես ատեսնյակին ասիեն է ջղայնանա վրեկներս, էտ ես ուզում։ Մխոյտ իրոնյոտ մի հատ կարաս հանես։ Մերը թե ես էրի գնչի այդքան հումորային հաղորդումներ նայեցի։ Այս ինչ լավ հովակվել եք։ Քեզ ենք սպասում Նիկա ջան, ինչ լավ որ եկա։ Ես ինչ լավ երգ ես լսում։ Թուն երկա, չէ։ Շատ, փաստորեն դու սենց ճաշակով աղջինյակ ես, հա։ Պրոստը երևի չպլեի հարցում ես սխալվել մի քիչ։ Չպլեի մոմենտով չեմ սխալվել։ Ուղղակի ես հասկացա, որ ինքը իրենին շատ է սիրում, բայց թողեցի։ Ինչ լավ որ հասկացա։ Անուշիկ, երեք դու ես կոմեդի նայել։ Մի տեսակ հումորով ես դարել։ Լավ չէ՞ էլի, որ հումորը լրջից չես տարբերում Ազիզ ջան։ Ինչ ցավալի է։ Ես իսկապես հասկանում եմ, ինչ դժվար է քո համար։ Տեսնեմ Մարգարիտա տոտան ինչ էր ասում։ Չէ, դուք սրա խոսալը տեսաք։ Բայց բիթի աղջինյակը երևում է։ Ցավակցում եմ։ Էդ ինչ է ուզում ասի, որ իմ հետ ահավոր է, հա։ Էդ էլ ուզում ասեր։ Ուզել ասել է, որ նա ասես պրծավ էլի։ Բա դու ինչի մի բան չասեցիր։ Ճշմարտության դեմ ինչ անես։ Անոբասին դաշտոնի ինգելույն ինչ ծիտալ ու ջեմ ասում։ Ինչ ծիտա որ ապը։ Դե ամեն ինչը տեղն է, էլի թույն բադայա։
Խոսքի ամի, որ ինչ-որ մեկը իրա տակոկը ոտերի վրա պապազած քո ընգերուն ծիտ ասեր, դուրդ կգար կարո։ Ախպել, բայց ես այդ վիդավորելու պահով չեմ ասում, ջոգում ես մելնեմ կեզ։ Ինչ կապ ունի ոնց ես ասում կարո։ Ասենք ախպետ ջան, ռշտոնը պարադշնի կարգին տղայա, նույն ձև իրա ընգերուին կարգին աղջիկա։ Խի ասա տենց արտահայտվում, որ Ախպել, յանի միշտ էլ տենց եմ արտահայտվել, խի չեք ասել, որ հիմա եք ասում։ Միշտ գլուխդ պատին ես տվել, չենք նկատել, այս անգամ նկատեցինք, այս անգամ ասեցինք։ Օպեկ էլ գրուզի տանեմ կարոին, ակրոս լավ թեմա յա։ Ախպելն էլ լոլ ջեմ ասում նեղացնում եք։ Ապա խի ես այդ տղեն էի, որ սենց դդի եսի մինչ սալկիկ։ Էսի սարկեցինք, որ լսողներն էլ լսեն ու հասկանան դրա լրջությունը։ Բանապատասխանատու արտահայտությունն է կարած արտահայտությունը, ընկեր ջանարա։ Խոսքի ընկեր ջան, դու կարգին պարադշնի տղա ես։ Այդ նշանակում է, որ ամեն ասածդ խոսքի, ամեն արածդ արարքի համար պետք է կարենս պատասխան տաս։ Բայց ախպեր ջան, հիմի ռշտունը գամատնից տե այսքանից ներկայությամբ թքի վրա մենք ինչ կարանք անենք, ոչ մի բան։ Շատ նկարենք գցենք YouTube ապե, որ էկրանից են կոմ նստած YouTube-յան լավ տղեկը տենան ու այդ նույն սխալը չկրկնեն, կարո։ Ախպերն էլ ավելի լավ չէ, այսքան ասելու տեղը մի հատ չալփեիք պլծնեի։ Մարդը խոսքով ավելի ուժեղ է դաղվում։ Լուրջ եմ ասում, ձեր մոտ մի բան խոսալ չի լինում։ Կարո, նույն բանը հեռու տնից տեղից քո ընկերու հանդեպ անեին ապե։ Հաստատ սամասվալ կանեիր։ Սրանից հետո քիչ կխոսես ու մտածված։ Մի օր դուրս է գալու մեջից այդ հավայի դուստանը թե չէ։ В общем, սենց ախպեր, սրանից հետո ով ինչ սխալ արտահայտություն կամ արարք արեց, պատժվելի է, նայեք ինչ եմ ասում, ընձնից սկսած, ախպեր ջան, կարոյից վերջացրած։ Ասում է կրկնակի կետամ։ Փողը այսօրվա դրությամբ ինչ շատ է պետք, բայց չգիտեմ ապե։ Մտքից չկա գնալը։ Ջան, կգրնաս օրը ետ շփվես։ Հե որ Արավշացյանի հետ կարող եմ շփվեմ, յա հետ կարամ էլի։ Արծը շփվելը չի։ Ախպեր չիտեմ որոշողոտ ես, բայց ինձ լսես չես էշտա։ Դե չեմ էլ գնա, կզանգեմ, կասեմ չեմ ուզում։ Լսում եմ։ Արտյոմ արի։ Նա եղավ։ Շեֆը դե, կանչեք։ Քնա տեսել ինչ հանճարեղ միտք է ծնվել իրակախում։ Համբերություն քեզ։ Կարելի է պարոն Արուշեցին։ Չի կարելի, բայց դու արի։ Հստակ։ Տենց ասում չէ թազա շեֆը։ Բայց ինչի թազա։ Յա։ Բայի։ Ոչ էլ հին։ Դա Արտյոմ փաստորեն գլխիցս թռնում ես ու գործի տեղավորվելու համար գնում պայմանավորում բան ես անում, հա։ Դե չէ, կանչել էր գնացի։ Ահ, տենց։ Բայց ոչ մի կոնկրետ պատասխան չեմ ասել ու մտքից էլ չկա, որ իր մոտ աշխատեմ։ Արտյոմ, ումից, բայց քեզնից չէի սպասում քո արև։ Արա պարզում է դու դավաճանության հետ մեծ սերուն ես, հա, բրա։ Ինչի, որ ստեղ եմ աշխատում, ուրիշ առաջարկ չեմ կարա ընդունեմ։ Չէ, ինչի չես կարա, Արտյոմ ջան։ Ինչի չես կարա իմ արջ ախպեր։ Մանավանդ հիմա, այսօրվանից ես քեզ արդեն ազատել եմ աշխատանքից, դու արդեն ազատ մարդ ես, կարաս լյուբոյ առաջարկ ընդունես։ Գնա ընդունի ցավատան, դավայ։ Պարոն Արաշեցյան, ես առաջարկը չեմ ընդունել։ Շատ իզուր։ Որտեվ ինքը իմ ընկերն է ու կարաս արխին ընդունես։ Դավայ ախպերս, դավայ, շուռ, դավայ։ Անս գործից։ Ինչի։ Դիմացել էր, որ գնացել եմ Զորիգզյայի մոտ։ Դու գնացել ես, ինչ կապ ունի։ Լավ ես երի գնացել ես։ Ապա ինձ թվում է դա Զորիգզյանը ասել որ ինձ հանի։ Նա ամեն դեպքում եթե իր աշխատողից sense հեշտ հրաժարվում է, ուրեմն ոչ էլ պետք է այդ աշխատողը իրան։
Ինչ ես կորցրել, ինչ մանկուկ ես, ով ես ապշե դու իր համար, ով են իր աշխատողներն իր համար մենակ փող եղնի, փող, շատ փող։ Դու չաշխատես Պողոսը կաշխատի, Պողոսը չաշխատի Պետրոսը կաշխատի։ Просто ադենը որ մենակ թողնաս էլ ինձ ես տարապանքների մեջ։ Ռեստորին է պետք բերել ստեղ։ Մեղ չէ այդտեղ։ Չնայած այդտեղ ես ճիշտ ասում։ Մխո, ես ուզում եմ ցայվեմ։ Մեշկը տրորել է, պետք է զիժեն։ Չէ, ես կարամ մեշկս տրորեմ, ուղղակի ազատ բաղնիկ չկա։ Ինը առաջի հարգի բաղնիկը ազատ է, մտի լողցի։ Առաջի հարգում Անուշիկն է լողանում, երկրորդում էլ Իրենը։ Ինչ ասեմ ցավը տնեմ, պետք է սպասես ուրեմն։ Այդ է մեր ունեցածը։ Կես ժամը արդեն սպասում եմ։ Հատե կերեսություն են անում երևի, ոչինչ, հեսա կելին, արի նստի սպասի, արի։ Ում ասեմ, որ ես հարցը լուծի, ճապիկին ասեմ։ Շես կծե, ճապիկին ինչի պիտի ասես։ Զանգով հարցեր է լուծում։ Զանգով սաղն էլ հարցեր են լուծում, բայց մեր տան հետ կապված հարցերը ես եմ լուծում, Նիկա ջան, էլ տես բան չասես իմ մոտ։ Դե լուծի էլի։ Եսա։ Հելը մի հատ իտ բաղնիք ազատիկ մի հատ։ Կրես գնես, ցայվես։ Արդեն ազատեցին։ Երկուսն է ազատել են, որը ուզում ես մտի։ Oh, thanks։ Մեզ իշտի։ Ապեմ, բայց Նիկանեն ես մաղթիկը չի, չէ? Это скипа ապեր։ Իե, յութի պասցր իր այ կրես։ Մկո ջան, ճիշտն ասած ինքը եկավ կպավ։ Դե ես էլ մի քիչ մոտեցում ցույց տվեցի, բան արեցի։ Հիմա ամեն հարցով քալես այն դադիմ ախպերս ոնց ասած։ Արա ուրա սիրեր ինձ հա։ Բայց իմ հետը նենց վատ չգիտես, չէ՞ ապեմ։ Դե մկո ջան, գիտես ոնց ախպերս, քաղաքավարությունից ելնելով չի ուզում չորի բան անի, բայց իմ հետ մի տեսակ ուրիշ տեսակ է էլի շփվում ապեր։ Ոնց որ սիրտը կպած լինի, ճոգում ես։ Իմ հետ էլ ատեց ապը։ Արա դե լավ էլի մկո, ասի չէ էլի։ Այդ ցավը տանեմ, ոնց կես բացատրեմ։ Ես յան համարյա առաջարկությունն եմ արել ախպերս։ Հիմա ինքը պիտի մտածի, գցի բռնի ու պատասխան տա, ճոգում ես։ Մկո տղա, հանկարծ ալիքները չխառնես։ Էլի լողանում ես։ Էլի լողանում է։ Հա։ Վայ քուարա, դու դրան չես տենում։ Ես ջան, դու էլ գնա մտի բասեինում լողցի, ինչ կլի որ։ Լավ, նստի ես ես այդ սաղ հարցերը կլուծեմ եսը։ Okay։ Բայեն ինձ եմ սիրում, որ ասեմ ես, okay։ Էլի ասեմ։ Դու չի հա, լավը։ Ասեմ ես, լավ էր Ամերիկայում։ Օ, շատ։ Շատ։ Ստից լավ չի կարալնի։ Ստե ոնց որ արքայություն է, էլի։ Մենք է ոնց որ արքաներն ենք ջոգում ես։ Ճիշտ է, այստեղ արքաները շատ են։ Ճիշտ ես նկատե, իսկ գիտես այդ որտից է եկել։ Որտեղից։ Առաջի արքայա երդայդությունից։ Հա։ Լավ էդի հեշնիկ, մի բան ասեմ մենակ չասես, չէ կնի։ Չեմ ասի։ Հա, կնի գնաս մի ժամով ֆրֆրես էլի գաս։ Ինչի։ Պետք է։ Ամուսնացած չլե ես քեզ կտանեի, բայց մի գիտես, հա տեսնյակս որ բռնեց ես խուճուշներս կխուզի։ Գնա մի ժամով ֆրֆրը արի ու քո համար լավ կլի, հա։ Okay։ Նիկ, բայց տես չէ։ Օ, կներես, մոռացա։ Բայց ես քո տեղը լեի, սենց դուս չի գալիս, ոնց ես դուս գալի տնից։ No problem, ես չեմ ամաչում։ Նիկա ջան, էլի Ամերիկա, էլի դու չես ամաչում, հարց չկա։ Բայց ասենք
Այս հակոստով մեր տնից ոնց պետք է դու դուրս գաս, քուչի տեղայնյակները տենան ինչ պետք է մտածեն։ No problem, ես իմ մեքենայով եմ։ Արա դի ինչը no problem է։ Բարև ձեզ։ Կարմիտը ով է։ Ես եմ։ Ես ձեզ։ Այստեղ ստորագրեք։ Ես ով է ուղարկել։ Չգիտեմ։ Ոչ չգիտեմ։ Ո՞նց է կարիլ է։ Արա Կարմիտ ջան, թարգի արես մարդը ինչ կապ ունի, աղբեր ջան, արա տվե ասել են տար, ինքն է բերել է, տես չի ընկեր։ Տենց է։ Բայց ով է տվել։ Ես չեմ կարող ասեմ։ Ոչ չեմ կարող ասեմ։ Հələ մոտի կարի։ Արա աղբերս ասում ես մարդը կապ չունի, թարգի։ Ստեղ ստորագրեք ես գնամ, հա։ Բեր ես կստորագրեմ, աղբերս։ Ապա կարող է նիֆ ենք են ուղարկել։ Ես ոչ մեկի չեմ տեսել։ Աղբեր որ չես տեսել ոնց ես բերստել։ Արա դե Կարմիտ ջան, բարդա, արա ինչ որ ֆիրմա է, աղբեր ջան, ես բերել են ես խաղալիքդ։ Տվել են ասել են տարես հասցեով, ես մարդն է վեկալ է բերել է, տես չի ընկեր։ Տենց է։ Աղբեր ջան, մեռնեմ քեզ գոհենք քեզ այս ցավը տանեն, դու գնա աղբեր։ Հաջողություն։ Հաջող աղբերս։ Ատիկ։ Ով է վրես կայֆեր անում։ Կարող եմ մախրյոշկինա։ Չէ, արա մախրյոշկիցը տես բան չեմ սպասում։ Ով կնա տես բան անի մեր շրջապատից։ Ապե չգիտեմ, բայց որ մեկը վրեդ փիս ղժում է, էդի փաստը։ Արա ինչ ես խոսում է, ոնց կրան լավ տագու վրա ղժանայի աղբերան։ Արա կարող է դու ես պատվիրել, պրոստը միսնս խաղերս տալի, որ չթթվեմ վրեդ։ Ապե, միատ զանգում ես մեր սաղգերներին, ճշտում ես ով ավր ես խժում, ու ինձ զանգում ասում ես, եղավ, հա մենակ շուտ։ Կարելի է։ Էրի։ Մխո, պարոն Արուշատյանը հարցնում է Նիկանուրը։ Էփոխ թափոխ ջան։ Մի գնում ես պարոն Արուշատյանին ասում ես, որ Անուշիկն ու Իրենը երկու ժամը բաղնիքները չեն ազատում, այդ խեղճ աղջինյակն չգիտի որտե ցայվրտվի, նեղված ու ընկճված թողել եւ գնացել է այս տնից, հասկացար։ Բայց հաստատ պետք է այդ ասեմ։ Հələ որ ասում եմ շատ մի կերեք, ուղեղներիդ վրա ազդում է շատ ուտելը, չեք հավատում։ Ոնց է գնացել է։ Մխոն ասեց։ Դրանք միջև հիմա լողանում են։ Չգիտեմ, հեսա կնայեմ։ Իրենին ասա դու շուտ գա։ Դավայ։ Հայ ես ձեր արա։ Դրանց տենում ես։ Ես ասեմ այդ աղջկան չնեղացնեք, իսկ դրանք դրել դիտավորյալ ժամերով լողանում են, որ այդ աղջիկը նեղանա այս տնից գնա։ Քիս։ Դրա համար էլ այ իմ մի միլիոնը երկար ժամանակա չի դառնում 2 միլիոն։ Իսկ 2 միլիոնս ծիզիլիոն չի դառնում։ Հա։ Իրենչո, բալես, դու առհասարակ, քանի ժամ ես լողանում։ Դե նայած։ Բա ինչ ես այսօր երկար լողացել, հա։ Հələ Անուշիկին ինչ որտեղ հասկանում եմ։ Իրան թազա հարս ազգում։ Բա դու։ Հա։ Այսինքն նշանակում է լողանալ չի կարելի։ Աղջիկ ջան, ամեն ինչ էլ կարելի է, բայց չէիր կարում շուտ վերջացնել։ Այն աղջիկը հասկացել է, որ ձեր արարքի մեջ դիտավորություն կա, թողել, նեղացել ես տնից գնացել է։ Դե հիմա չգիտեմ, ոնց եք անում, ինչ եք անում։ Գնում եք այդ աղջկա խաթերը առնում, բերում եք տուն։ 10 րոպե ձեզ ժամանակ։ Դավայ։ Ապեր մի հատ։ Օ ինչ լավ։
Պապան էլ ասում է Հետևից։ Վրամ դյադյա, կլինի բխոն գնա Նիկայի հետևից։ Ոչ, բալիկ ջան, չի լինի։ Իսկ եթե վրեժիկ են գնան։ Վրեժիկ ենք էլ չեն գնալու։ Բա ով է գնալու։ Ասում գնա։ Իհարկե, դու եւ Իրենչոս։ Բայց ես թաց եմ, է։ Աղջիկ ջան, թաց չլինեիր, ես ըտեղ մեղք ունեմ։ Բայց շատ բանն այս Անուշիկը գիտես։ Բա։ Ինքը մտածում որ հերը մի թեթև լավություն արեց, ապրանքս արտահանեց, մեզ կարա մմզը պպզանի։ Թայլի։ Ախ, աստված։ Մետ աղաչանքներս լսի, ապրանքս հասցրու Ամերիկա, ինչ կլինի։ Հագնվի գնանք։ Չհամաձայնվեց։ Պետք է չի, մենք կգնանք ավելի լավ։ Շատ ավելի լավի մեջ ներողություն ինչն եմ մտնում։ Ոչ մի բան։ 15 րոպեից Նիկայի տանալն եք։ Այսքան լես, իրենչուն չի գալի։ Այսինքն ես մենակ եմ գնում։ Չնայած քեզ մենակ թողեմ կարող է գնաս կարեմի այդ մասկով եսի մուր։ Իրենջան հետը կգնաս։ Ռուս։ Բայց որ ուզեիր կարայր նենց աներ, դու գնայր բերեիր պապա չիմանար։ Քու հալալ քրտինքով վաստակած պատիժը, ինչի բդի ես վայելեմ որ։ Կարելի է։ Ով է։ Կներեք, որ նորից անհանգստացնում եմ։ Ստեղ ստորագրեք։ Ես էլի կարդիթին օպը։ Ստորագրի կասիկ։ Մոտի կարիձը։ Արա դե կարբիտ ջան ասի թարգի էլի աղբոր պեսորը։ Տղեկ ջան, ախր ես ինչ անեմ։ Ինձ ասել են տար, ես էլ բերել եմ։ Բայց էլի Իրան են ուղարկե ապը։ Հա։ Բայց ով է ուղարկել, արա։ Չգիտեմ։ Միթե չասես ով է ուղարկել, ստեղից ոչ միտեղ չես գնալու։ Ասա ով է ուղարկել, քանի կողի պալատում է դու չես պարկել։ Չգիտեմ, անկեղծ եմ ասում։ Զանգելը ձեր այդ ֆիրմայա ինչ ախպեր, տեսը ով է ուղարկել, շուտ արա զանգի։ Այս պատվերը, որ բերել եմ, հիմա հարցնում են ով է ուղարկել։ Լավ, մերսի։ Անունը չի ասել։ Արա ոնց կարա անունը չասի, արա։ Լավ կարբիտ, հլը սպասի էլը ջոգենք միացստի ինչա կատարվում է։ Միչև անունը չի իմացա, ստեղից ոչ միտեղ չես գնալու։ Բայց ին վրա խոսակցություն կգա։ Արա ես քեզ հեսա տալեմ եմ անդը լղեմ, դու խոսակցությունից ես խոսում։ Վրամ, իսկ չես լսում։ Աղջի լսի ինչ, հրաշք երգա։ Մեր Պուտինն է երգում է։ Պուտինը։ Հա, լսի, այս երգը իր վերջին երգն է։ Լսի։ Ջան, ուսանից հետո այս տան էլ ռաբիս մաբիս չենք լսելու։ Դաժե եթե ես այդ տանը չլնեմ, մենակ այս երգն ենք լսում, ու այսպես բարձր։ Եղավ։ Աշի բայց ասա որ լավ է երգում, չէ։ Բայց դու կյանքում սենց երգեր չես լսել։ Այդ արտակնապես, բայց միշտ հոգու խորքում ես սենց երգեր եմ սիրել։ Ուրեմն ես կյանքում ոչ մեկի դուդուկի տակ չեմ պարել, բայց սրա տակ քո հետ չեմ կարա չպարել։ I love you. Ինձ
ինձ որ նագլիտ դզում այս երկնա։ Ահա։ Քեզ է։ Դերումը մի խանգարա տող վայլ է։ Դրանն է, որ չի ուզում դուրս գա։ Մեծ զանգի, հա։ Կարող է խնդրենք։ Ահա։ Նիկա չես գալիս։ Էս այ կա ջան։ Գիտես արդեն կես ժամը քեզ ենք սպասում։ Էս այ կա։ Այդ ուզում ասի, ոնց որ դուք նենց էլի ասեն է։ Շատ քոքվասն է, բայց դա շատ։ Ինչ լավ որ եկել եք։ Ներս համեցեք։ Չէ, լավ է, նստի գնանք։ Եկել եք ինձ տանեք։ Լողացակ վերջացրեցի։ Հա, իզուր եք անհանգստացել եկել։ Ես իմ մեքենայով կգամ։ Երբ ես գալու։ Մի քիչ գործեր ունեմ, վերջացնեմ կգամ։ Ուզում եք եկեք իմ տունը տեսեք, շատ սիրուն է։ Ձեզ դուր կգա։ Չէ, դու բեր գործերդ վերջացրա ու արի, բայց շուտ կգաս, հա, որովհետև դրսի դուռը փակելու է։ Հանգիստ փակեք, ես որ գամ կզանգեմ որամ ջաջային։ Okay. Okay. Սաղճիկը լրիվ դարդ է։ Արի գնանք, երբ կգա։ Պրստը պապատա էսա սկսելու։ Լավն մի քիչ էլ սպասենք, տեսնենք երբ է բարե հաճում։ Արեք Արվիտ ջան, ես մարդուն բրախի թողնե իրա գործերով ախպեր ինչ ես ուզում արա։ Ոչ մի տեղ էլ չի գնալու։ Պատասխանի։ Ալո։ Մերսի, լավ։ Ասում է Հասմիկ ա եղել պատվիրատուի անունը։ Հասուն արա։ Հիմա կարամ գնամ։ Հա, գնա, ախպերս գնա։ Հա, կարբիտ։ Ինչը հա կարբիտ։ Ուր ես դու։ Տանը։ Դե բռնվի գալիս եմ։ Մխոջան քնած ես։ Արի Նիկա ջան։ Չես կանչում։ Անդամ փորձում եմ, բայց ինչ-որ խնդիրներ կան։ Հեսա գնայեմ Նիկա ջան։ Նիկայի սենյակից հազիվ հանեցի։ Ինչ գործ ունես, այս ժամին իրան ննջասենյակում, հա։ Դու ճիշտ ասում, ինչ գործ ունես այս ժամին այդ աշխան ննջասենյակում, հա։ Բայց վայ։ Շերն է որ ուզենաս ինձ փաթետրես, այս տմբուչքին ես փաթետրում, դեռ իմաց։ Հələ կտեսնենք, ում տմբուչքին կփաթաթի։